Եվ մի որոշ ժամանակ անց մոտավորապես 1 ժամ հետո զանգ եկավ, մայրս էր, ասաց Արտուր, տես, դու ասում ես, որ նա դեռ կենդանի է, արի զանգենք, թող հավատացյալները գան։ Ես չգիտեմ, թե ով էր նրան զանգել, ինչ էին նրան ասել։ Զանգենք, թող նրանք նույնպես գան քո կնոջ համար աղոթք անեն։ Ես ասացի ոչ, ով ուզում է թող գա, բայց այդ հավատացյալներն իմ տանը անելիք չունեն։ Ավելի լավ է նա մեռնի, բայց նրանք չգան իմ տուն։ Մորս հետ խոսելիս, գոռալով, նախատելով նրա համար, թե նա ինչ է ինձ առաջարկում այդ հավատացյալների համար, հետո այսպիսի միտք եկավ. դե հիմա նա կմեռնի, սա քո վերջին հնարավորությունն է, բայց եթե դու նրան սիրում ես, օգտագործիր դա, տրորիր քո եսը, հպարտությունը, մեծամտությունը։ Ու ասացի լավ, թող նրանք գան, բայց ես տուն չեմ մտնի։ Անջատեցի հեռախոսը ու արդեն մի փոքր հիասթափված ապրումներով տեսա զանգ եկավ։ Բարև ձեզ, դուք Արտուրն եք։ Այո, մենք ցանկանում ենք գալ ձեր տուն ձեր կնոջ համար աղոթելու, ասացի լավ, եկեք, բայց ես տանը չեմ լինի, ես ժամանակ չունեմ։ Իսկ հեռախոսով ասում են, եթե դուք տանը չեք լինելու, մենք էլ չենք գա։ Դուք որպես տան գլուխ պետք է տանը լինեք։ Ասացի լավ, եկա տուն, ամբողջությամբ ագրեսիվ, բռնկված, եւ ասացի, դե ինչ, հասակ ձեր ուզածին, հիմա բոլորը կլսեն, կիմանան այս հավատացյալների մասին, որ եկել են իմ տուն, խայտառակությունից չենք փախնի։ Եվ նստել ու սպասում եմ, որ հիմա նրանք կգան, ես կհարձակվեմ նրանց վրա, կթափեմ իմ բարկությունը ու նրանք կգնան։ Անցավ մի որոշ ժամանակ, դռան զանգը տվեցին։ Նրանք մտան հյուրասենյակ, ես սկսեցի պատմել, բայց չէի ասում, որ բժիշկներն ասել էին, որ կինս մահանում է։ Ասում եմ, նա հիվանդ է ու շփվում եմ։ Աթոռը դրել եմ դռների արանքում, որ եթե նրանք փորձեին դուրս գալ, ապա իմ կողքով չէին կարող անցնել, քանի որ մտադրված էին նրանց ծեծեմ ու հետո բաց թողնեմ։ Նստած պատմում եմ, ու այդ մարդն ինձ ասում է. նա հիվանդ չի, դու ես հիվանդ։ Այդ ժամանակ, երբ ես լսեցի, որ նա հիվանդ չի, դու ես հիվանդ, թվում էր հասարակ բառեր էին, բայց այդ պահին ինձ հետ սկսեց շատ ուժգին ինչ-որ բան կատարվել։ Ես կարծես թե ընկա ինչ-որ եռման ջրի մեջ, մի կաթսայի մեջ, սկսեցի վառվել ու չէի հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում այդ բառերից հետո։ Կորցրեցի հանգստությունս, մտածում էի, որ այս աշխարհում ինչ-որ կատարվում է, ինչ վատ բան որ կա, իմ մասնակցությամբ է, որ այդ ամենը ես եմ անում։